Արդեն մի 50,000 անգամ այս ավազը դզել եմ ու ոչ մի ձև չի դզվում։ Սամթը չեմ գտնում հարմար։ Հենա ծովը, մարդիկ, իրանք էլ եկել են, արդեն դաժը մտել են, լողացել են, դուրս են եկել։ Առաջի անգամ եմ կարդում այս գրածները։ Երկուսն եմ ձեռնոցներ էր, չգիտեմ ինչի կպցրել եմ, ընդհանրապես չի կարդացել ստիկերի վրայի գրածները։ When the real is no longer what it was, nostalgia assumes its full meaning, okay? Reality value. Ես իմ պատմությունները գրում եմ գրիչով տետրի մեջ։ Ես հասկացա, որ ես ունեմ free will ու ես կարամ սենց տունը սարքեմ Ավսյանկա ամանի մեջ, սենց գտալով ձեռս բռնած գամ ծովի ափ ու ծովի ափին ուտեմ։ Վայելում եմ ծովը։ Չնայած 15 աստիճան է ցույց տալի դուրսը, բայց լավ տաք է։ Ստեղ դաժե կոֆե եմ սարքել։ Հետո կոֆե եմ բերել, բայց հələ որ չեմ ուզում կոֆե խմեմ։ Ժամը 8:30 է, 9 մոտավորապես։ Բայց այսօր ժամը 7-ին եմ զարթնել ու հենց завтрак եմ արել տունը ու դուրս եմ եկել։ Այս իմ արդեն լանչն է։ Ուզեի գնայի մոտենայի ծով ու ոտերս գոնե մի քիչ թռչեի։ Այնքան մարդ կա լողացող արդեն, բայց այնքան վեշ ունեմ ստեղ դրած, չեմ ուզում ես իրերս թողնեմ գնամ։ Մեկ էլ տեսար։ Մել Իսպանիան դրանով է հայտնի, որ մի հատ իր մի բան որ տենան մի անգամից գողանում են, կապ չունի ինչ։ Նամար նավսակի։ Без присмотра չեմ թողի իմ իրերը։ Ես չգիտեմ ինչ հույսով եմ խոսում։ Մի տեսակ շատ վստահ եմ, որ իմ ձենը մեկա չի լսվում այս վիդեոյի մեջ։ Ես մի քիչ առաջ ցես խափեցի, որովհետև այնքան հեռախոսս չի վերցրել, այնքան չի նայել հեռախոսի էկրանին ժամին։ Փաստորեն ժամը 11-ն է արդեն։ Ես չգիտեմ ոնց ժամանակը ժամը 7-ից 11-ը թռավ։ Իմ համար այդ երևի մի 10 րոպե ոնց որ լիներ։ Հա, կես ժամ։ Նորմ էլի ստրյոմ, սենց ամանով ավսյանկան սարքել ու գալ ծովի ափին նստել, ուտել, սենց ամանով։ Ինձ թվում է նորմ։ Այս ես եմ, այս իմ վյուն է, թե ինչին եմ ես նայում։ Անենց կլասնի եղանակա, կարճաթևով եմ, շորտիկով։ Ծովում նստած, Okay, պատկերացրու դու էլ իմ կողքը պարկած ես ու մենք զագար ենք ընդունում արևի տակ։ Բայց ես այսին զագար եմ ընդունելու, ինձ թվում է լավ ասեցի, նկատեցի, լավ նկատեցիր։ Հետո մի քիչ։ Всё, բարի գիշեր։
Bye-bye։ Ծովին ասենք ու ես գնացի տուն։ Երկու րոպե է տևում տուն հասնելը այս մոմենտից։ Ինչ կա գրադարան էլ գնամ այսօր։ Նաուշնիկներից քեյսը մոռացել էի։ Չափիկ էս անցա։ Հետո եմ գնացի այդ նույն տեղը, որտեղ ավազի վրա ես նստած էի, ու այս նաուշնիկներից քեյսը այդ ավազի վրա էր։ Լավ ոչ մի քիչ վերցրել է։ Ժամը 12:30 է ու ես պատրաստվում եմ լանչ անեմ, որ իմ արդեն երկրորդ ուտելն է, միլն է այսօրվա ընթացքում, որտեղ ես առավոտ ժամը 7-ից արդեն եմ, 6:40-ից, եթե կոնկրետ ճիշտ ժամով խոսամ, արդեն հասցրել եմ զավտրակ անել, հիմնականում զավտրակը անում եմ ժամը 8:30 կողմերը, ես վերցրեցի, որ ձեզ ցույց տամ, թե ժամը քանիսն է, բայց այնքան բան կա իմ MacBook-ի վրա հիմա բացած, այնքան թափ կա, որ մենակ կարամ ցույց տամ էկրանից նկարը ու այստեղ կարա կարդակ, բայց 2:35 է, այսօր կիրակի է, մարտի 22։ Դեմքս արդեն լվացել եմ, թե նկատում եք սենց այս հատվածում ճակատիս ունքերի վերքեր էին առաջացել, հիմա արդեն ուղղակի այս վերքերի տեղերն են մնացել, շրամները, սպիները, այ օգտագործում եմ այս EPLB TikTok-ում մտա նայեցի, որ ինչ-որ պրոբլեմ եմ ունենում, արդեն սովորել եմ, որ poisk եմ տալիս, search եմ տալիս կամ TikTok-ում կամ Reddit-ում ու միշտ այդ լիքը մարդիկ կան հայտնվում են, որ այդ նույն պրոբլեմը ունեցել են, այդ պրոբլեմներից մեկը այ իմ ունքերի այս շրջանում, կողքերում, ասենց մանր վերքերի առաջանալն է, որը միշտ սկսում է ունքերս հանելուց հետո։ Հաստորեն շատ աղջիկների մոտ այդ խնդիրը կա ու կարդացի փաստորեն այդ կարալինի պինցետը ալկոհոլով չմաքրելու դեպքում ամեն օգտագործելուց առաջ ու հետո մաքրել, որը ես չի անում, անկեղծ ասած։ Ու իհարկե ունքերը հանելուց հետո, երբ որ սկսում են սենց մանր մազիկները առաջանալ, ես պինցետը վերցնում եի, ուղղակի գնում էի մաշկիս մեջ փորում, քերում, փորձում այդ մազերը հանել, որը հաստատ պետք չի անել տենց մի եղեք ինպես։ Ինչ, գնամ, պատրաստեմ լանչս։ Ու մոտակա 5 րոպեն ես տանջվում եմ այս salted caramel-ի սիրոպը բացելու համար, որովհետև ուզում էի սուրճ պատրաստել, այսօր սենց յուրահատուկ ձևով salted caramel սիրոպով, որը առել եմ նորմալ խանութից, հենց տենց է խանութի անունը։ Ես հիմնականում միշտ խմում եմ սովորական ամերիկանո, բայց այս անգամ հավեսս տվել էր, որ պատրաստել ինչ-որ սենց salted caramel latte, ամերիկանոն, այսինքն էսպրեսոն արդեն պատրաստել եմ ու ավելացնում եմ salted caramel-ը կաթին, խառնում ու այդ ամեն ինչը միավորում իրար, որ դառնա latte։ Այսքանը